Հայաստանի Հանրապետությունում տարիների վեր գործում է հարկադիր կատարման ծառայությունը, որը կոչված է ապահովել դատական ակտերի հարկադիր կատարումը եւ բնականաբար կան եղել են եւ կան օրենսդրական ակտեր, որոնք կանոնակարգում են այդ մարմնի գործունեությունը եւ 2022-2026 թվականների դատաիրավական բարեփոխումների ծրագրով նախատեսվել է նաեւ ոլորտի հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները եւ որպես առանցքային գործողություններից մեկը նախատեսվել է կատարողական վարույթի մասին օրենքի ընդունումը, որ ավելի կհստակեցներ հարկադիր կատարողների կողմից իրականացվող կատարողական վարույթի հետ կապված առանձնահատկությունները, մեխանիզմները, նոր իրավակարգավորումներ կսահմանի, գործողները ավելի կհստակեցնի։ 2024 թվականին ընդունվել է կատարողական վարույթի մասին օրենք, ըստ էության նախկինում մենք չենք ունեցել համանման առանձին օրենք, սա նոր օրենք է, երբ որ այդ օրենքը մտնի ուժի մեջ, դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքը իր ուժը կկորցնի, այս կատարողական վարույթի մասին օրենքը լիարժեք օրենք, որպեսզի ամբողջությամբ գործի, դրա մի շարք դրույթների կատարման հետ կապված կառավարությունը պետք է ընդունի համապատասխան որոշումներ, երբ որ բոլոր այս որոշումներն էլ արկա լինեն, օրենքը ըստ էության լիարժեք օրենք կգործի եւ ըստ էության կատարողական վարույթի մասին օրենքը ինքը ամբողջությամբ համակարգում է եւ նախատեսում են մեխանիզմները, թե ինչպես հարկադիր կատարողները պետք է իրականացնեն կատարողական վարույթը, ինչպես պետք է այն հարուցեն, ինչպես պետք է իրականացնեն, ավարտեն եւ այլը, եւ օրենքը ինքը նախատեսում է նաեւ այն սուբյեկտներին, այսինքն մասնակիցներին, կատարողական գործողությունների, ինչպես նաեւ հնարավորություն է տալիս, որպեսզի մասնակիցը գործի ներկայացուցիչի միջոցով, այս պարագայում, եթե ասենք օրինակ անձը, որը առնչություն ունի կատարողական վարույթի հետ, ցանկանում է որպեսզի փաստաբանը զբաղվի, այդ դեպքում հասարակ գրավոր լիազորագիր է տրամադրում, եթե ոչ փաստաբանը պետք է զբաղվի, ապա նոտարական կարգով պետք է լիազորագիր համապատասխան ձևակերպվի, նաև օրենքը նախատեսում է կատարողական վարույթի մասնակիցների իրավունքները, պարտականությունները, նաև հստակ նախատեսվում են այն ծառայության վճարի գումարները ըստ համապատասխան ուրեմն կատարողական գործողությունների, որոնք պետք է բռնագանձվի հարկադիր կատարման ծառայությունը իր կողմից կատարված աշխատանքների դիմաց եւ օրենքը ինքը նաեւ ունի մի այսպես նորամուծություն, որը վերաբերում է այն դեպքերին, որ եթե դատարանը ընդունել է համապատասխան որոշում, որը սահմանափակում է անձի հնարավորությունը դուրս գալու Հայաստանի սահմաններից, այս դեպքում ի կատարումն դատարանի որոշման հարկադիր կատարողը նաև համապատասխան որոշում է կայացնում, որով սահմանափակում է տվյալ անձի հնարավորությունը, որպեսզի նա լքի Հայաստանի Հանրապետությունը։ Լինում են դեպքեր, երբ որ դատարանը կայացնում է համապատասխան ուրեմն դատական ակտ, որը վերաբերում է ոչ գույքային խնդիրներին եւ անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի անձամբ տվյալ անձը մասնակցի ըստ էության այդ գործողությունների կատարմանը, տվյալ անձը խուսափում է, ուրեմն հետախուզում է հայտարարում հարկադիր կատարողը իր նկատմամբ, իդեպ օրենքը նաեւ նախատեսում է հետախուզման հարուցման մեխանիզմները, հիմքերը եւ այլն, եւ եթե ասենք հնարավոր չի լինում հետախուզմամբ տվյալ անձին հայտնաբերել, ապա տվյալ հարկադիր կատարողը կարող է դիմել դատարան եւ խնդրել, որպեսզի դատարանը որոշում կայացնի սահմանափակի տվյալ անձի ելքի հնարավորությունը Հայաստանի Հանրապետությունից։ Սա կարելի է ասել նոր մեխանիզմ է մեր պրակտիկայի համար, տեսնենք ինչպես իրականում գործնականում դա կաշխատի եւ նաեւ օրենքը հստակ ինքը նախատեսում է կատարողական վարույթը ավարտելու, ուրեմն հետ կապված հարցերը կարճելու հետ կապված հարցերը,
ինչպես նաև նախատեսում է ուրեմն համապատասխան ժամկետներ, երբ որ անձը կարող է դիմել որպեսզի կատարողական գործողություններ սկսվեն, կատարողական վարույթ հարուցվի, համենայն դեպս այսպես մանրամասը բազմաթիվ այդ թվում նոր իրավակարգավորումներ կան կամ ավելի հստակեցված կարգավորումներ կան, դե միջև այդ համակարգը չսկսի գործել, վերջ այսպեսի հայտ չգան որոշակի թերություններ, այսպես հիմա դժվար կլինի ուղղակի ասել, թե ինչ պրակտիկայում, գործնականում այդ օրենքի կիրառումը ինչ խնդիրների հետ կարող է հանդիպել։